Ուզում եմ միտքս սկսել այնտեղից, որ Աստված շատ տարիներ առաջ է սրտիս մեջ դրել, որ գիրք գրեմ։ Նա կանչեց ինձ առանձնանալու ծոմի ու աղոթքի մեջ, եւ հենց այդ ժամանակ լսեցի Տիրոջից, որ պետք է գիրք գրեմ։ Գրքի նպատակն է, ինչպես նաև իմ կյանքի, մարդկանց մեջ փափակ գրգռել, ծարավ առաջացնել, փնտրելու կենտանի Աստծուն եւ բացել այն ամեն հայտնությունները, ինչ որ Տերը բացել է այս տարիների ընթացքում իմ կյանքում։ Անցան տարիներ, գիրք գրելու փափագն ինձ մոտ ավելի շատացավ եւ որոշեցի գրել։ Այս գրքում ես կկիսվեմ ինձ հետ պատահած հայտնությունների, Տիրոջ հետ հանդիպումների եւ առաջադրանքների մասին։ Ամեն բան սկսվեց այն ժամանակ, երբ աղոթքի մեջ էի, եւ Տերը կանգնեցրեց ինձ եւ ասաց, որ կարդամ Աստվածաշնչի այս համարը. որ ազատեմ քեզ այդ ժողովրդիցը եւ հետանոսներիցը, որոնց մեջ ես հիմա քեզ ուղարկում եմ, նրանց աչքերը բանալու եւ խավարից դեպի լույս դարձնելու եւ սատանայի իշխանությունիցը դեպի Աստված, որ նրանք մեղքերի թողություն եւ սուրբերի հետ ժառանգություն առնեն ինձ հավատալով։ Եվ Աստված սկսեց դռներ բացել եւ առաջնորդել իր ծառայության մեջ, որտեղ գերբնական աստվածային միջամտությամբ հաստատում էր իր խոսքը նշաններով եւ հրաշքներով։ Ամուսնանալուց ընդամենը 3 շաբաթ հետո մենք տեղափոխվեցինք արտերկիր։ Հայրենի երկրից հեռու գտնվելը անասելի ցավ եւ մենակություն էր մեջս առաջացրել։ Կարծես ամբողջ ներաշխարհս սառել էր եւ կորցրել էի ինքնությունս։ Ամենտեղ փնտրում էի հոգեհարազատ մի բան եւ չէի գտնում։ Շուրջ բոլորս ամեն բան անծանոթ էր՝ լեզուն, սովորությունները։ Հայկական համ ու հոտի, իսկ ամենացավոտը ծնողներիս, հարազատներիս կարոտն ու բացակայություններ։ 3 տարի լացել եմ եւ հոգիս գոռում էր։ Հայրենի տունն էր ուզում։ Նույն ցավն ամուսնուս մոտ էր։ Մենք որոշեցինք ետ վերադառնալ եւ պատահեց ամենացավալին իմ եւ մեր կյանքում։ Հիսուսը հայր մեր աղոթքում սովորեցրեց. թող քո կամքը լինի։ Ես եւ ամուսինս հետևում էինք մեր զգացմունքներին, առաջնորդվում ցավով, բայց ոչ Աստծով։ Ամուսինս շատ կտրուկ քայլերի դիմեց։ Նա հավաքեց բոլոր մեր ապրանքները, գնեց մեզ անհրաժեշտ կենցաղային իրեր եւ ամբողջը ուղարկեց Հայաստան, մտածելով, որ պետք է այստեղից հետ վերադառնանք։ Հենց այդ ժամանակահատվածում մեր փոքրիկի մոտ հայտնաբերեցին մի ուռուցք։ Հիվանդանոց այցելելուց հետո պարզվեց, որ դրա մոտ ագրեսիվ զարգացող քաղցկեղ է, անբուժելի։ Ամբողջ աշխարհն իր գույներով դատարեց ինձ համար գոյություն ունենալ։ Երբ բժիշկների մի խումբ մեզ հայտարարեց, որ ձեր 10 ամսեկան բալիկի մոտ անբուժելի քաղցկեղ է, եւ իրենք մեզ 0% շանս էին տալիս, որ նա կապրի։ Ես դա լսելով կարծես մահացա, իմ ներսը ցավով լցվեց, ասեմ, որ ես դեռ հոգևոր հասակ չունեի։ Դա եղել է 2002 թվականին, դեռ Սուրբ Հոգով մկրտված չէի, ոչ էլ փորձառություն ունեի հոգով պատերազմելու մեջ։ Սկսեցինք աղոթել եւ վստահել Տիրոջը, եւ մեզ ուղարկեցին մի բժշկի մոտ, որն ասել էր, թե կփորձի իր ուժերի սահմաններում օգնել մեզ։ Նա մեզ հույսի խոսքեր նշնջեց ասելով. ես 30% շանս եմ տեսնում, փորձենք տեսնել ինչ կլինի։ Ես շատ երկար այստեղ չեմ ուզում գրել այդ մասին, պատրաստվում եմ նոր գիրք գրել, ավելի մանրամասնելով այդ պատմությունը։ Պարզապես ուզում եմ ասել, որ Աստված կանգնեցրեց մեզ խելահեղ քայլ անելուց, որն էր Հայաստան գնալը։ Եվ մենք այդ ժամանակ արդեն ուզում էինք մնալ արտերկրում, որպեսզի մեր երեխայի բուժման հարցերով զբաղվեինք։ Աղոթքների ծոմերի մեջ դարձել էի 45 կիլոգրամ։ 3 ամիս ծոմ ու աղոթքից չէի կարողանում դուրս գալ։ Այդ ընթացքում իմ առջև Աստված բացեց հոգևոր աշխարհը։ Ես սկսեցի տեսնել արարածների, որոնց երբեք դրանից առաջ չէի տեսել։ Դրանք դևեր էին, որոնք հարձակվում էին ու վախերով լցնում իմ անփորձ նորահավատ կյանքը։ Ես 23 տարեկան էի այդ ժամանակ։ Դրա հետ մեկտեղ նաև հրեշտակների էի տեսնում։ Անցան ամիսներ, 8 վիրահատություն, 6 քիմիաթերապիա։ Դա մի դժոխային ճանապարհ էր, որ մենք անցանք։ Մեր Աստված անակնկալներ անող Աստված է։ Մեկ օր բժիշկների եւ պրոֆեսորների մի խումբ մտան հիվանդասենյակ, որպեսզի տեսնեն մեր բալիկին եւ հայտնեն մեզ բուժումից եւ վիրահատություններից հետո իրավիճակի արդյունքները։ Եվ նրանք ասացին, որ զարմացած են արդյունքներով։ Մենք ձեզ 30% հույս ենք տվել, բայց այսօր լավ լուր ունենք, ձեր բալիկը 80% առողջացել է։ Ամուսինս բղավեց ասելով. մեր Աստվածն է դա արել,
և նա մեզ 100% բժշկություն է տվել։ Մեր պալիկը բժիշկների հոգատար միջամտությամբ 100% բժշկված էր։ Նա արդեն 20 տարեկան է, կատարյալ առողջ, Աստծուն սիրող և օրհնված երիտասարդ է։ Ես, որոնց որ սիրում եմ, հանդիմանում եմ և խրատում եմ։